Ազատություն։ Պարոն վարչապետ, քանի որ ասացիք, որ արդեն տվյալները ստացել եք եւ ունեք արդեն ձեր տվյալները ձեր վստահված անձանցից, տոկոսայինով կամ ինչ-որ թվով կարող եք ինչ-որ թիվ հիմա նշել, այսինքն 54-55 քանի տոկոս է քաղաքացիական պայմանագրի ձայները եւ հաջորդ հարցը կարծես թե նշվի եւ դրանք այն ուժերն են, որոնք դուք խիստն եք քննադատել քարոզարշավի ընթացքում համագործակցության որևէ եզր այլ ուժերի հետ դուք տեսնում եք խորհրդարանում ինչ հարցերի շուրջ առհասարակ ինչպես եք պատկերացնում արդեն աշխատանքը։ Ես պատկերի իմ ասելիքը եւ պլանը չի փոխվել, այդ ուժերի լիդերները պետք է բերվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նրանք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ձեզ հայտնի գործերով եւ քրեա օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով եւ արագ տեղի ունենա ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով եւ ի վերջո այս քաղաքական ուժերը իրենք քաղաքական ուժեր չեն, իրենք քրեա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են եւ պիտի նրանք պետք է գործունեության դաշտ չունենան Հայաստանի Հանրապետությունում։ Ինչպես ասել եմ, պատերազմի եռագլուխ կամ լրտեսական եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Քաղաքական դաշտում դա մեր առանցքային անելիք։ Հաջորդ հարցը սիվիկ։ Տոկոսի մասին հստակ է մենք ձևավորում ենք կառավարություն, քանի մանդատով այդ արդեն կերևա ընթաց։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։